Հոգնած մաշկը սնուցելու եւ թարմեցնելու համար սուրճով դիմակ ենք պատրաստելու եւ հակացելյուլիտային սկրաբ սուրճից ցելյուլիտները մաքրելու, մաշկը ավելի հարթեցնելու եւ սնուցելու համար։ Հիմա մինչ կանցնենք մեր դիմակի պատրաստմանը, ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մեր ապրանքներից եւս երկուսը։ Հաճախ մեր դեմքի համար խնամքն եմ ներկայացնում, բայց այսօր ուզեցի մեր մազերի համար նախատեսված խնամքը ձեր ուշադրությանն ներկայացնել։ Սա մեր ակնամումով դիմակն է, սա մեր չիլիով դիմակն է։ Երկուսն էլ հրաշալի ձևով մազաթափություն են կանխում եւ սա արդեն 10 տարիների խորքից եմ ասում, որովհետեւ մենք արդեն 10 տարի է սա արտադրում ենք եւ վաճառքում կա։ Շատ հաճախորդներ ունենք, ում մազերն աճել է եւ դա վստահորեն եմ ձեզ ասում։ Հիմա արդեն անցնենք մեր դիմակների պատրաստմանը, ես արդեն մանրամասն ձեզ ցուցադրեմ, թե որը ոնց ենք պատրաստելու։ Ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, անցնենք մեր դիմակների պատրաստմանը։ Սկզբից անցնենք մեր դեմքի համար նախատեսված դիմակի պատրաստմանը։ Սուրճը, ինչպես գիտենք, մեզ ոչ միայն ներսից, այլ նաև դրսից է արթնացնում։ Մեր դիմակի համար մեզ անհրաժեշտ է սովորական սուրճ։ Այս դեպքում նկատի ունեմ չեփած նորմալ սուրճ, որովհետև մեզ ոչ թե մրուրն է հարկավոր, այլ սուրճի մեջի կոֆեինը, որը մեր մաշկին հենց դա է թարմություն տալու։ Քանի որ մեր դիմակը այս դեպքում դեմքի համար նախատեսվածը ոչ թե սկրաբ է, այլ դիմակ, դրա համար մենք հենց այս բաղադրիչներն ենք օգտագործում եւ այս համադրությամբ։ Սուրճը մեր մաշկը արթնացնելու համար է, մաշկին տոնուս տալու եւ մաշկի թարմությունը ավելի բարձրացնելու համար է։ Հաջորդիվ ավելացնում եմ մածուն կամ յոգուրտ կամ թթվասեր, դրանցից որ մեկը կուզենաք։ Եթե ձեր մաշկը ավելի հակված է յուղոտության, դուք կարող եք մածուն վերցնել։ Եթե ձեր մաշկը ավելի չոր է, ապա վերցրեք թթվասեր, իսկ յոգուրտը բոլոր տեսակ մաշկերի համար է լավ։ 2-3 թեյի գդալ եմ ավելացնում։ Նայած ինչքան կլինի թանձրությունը։ Հաջորդիվ ավելացնում եմ մի թեյի գդալ սպիտակ կավ։ Սպիտակ կավն էլ չեզոք է, դրա համար սպիտակ կավն եմ վերցնում։ Այստեղ սպիտակ կավի դերը կայանում է նրանում, որ մաշկի աղտոտվածությունը, ծակոտիները մաքրի, մի խոսքով մաշկի վրայի եղած բակտերիաները եւ կեղտը մաքրի։ Հաջորդիվ ավելացնելու եմ մեղր, որը մեր մաշկին կտա թարմության եւ սնուցվածության զգացողություն։ Խառնում եք, որ տեսնեք ինչքան է թանձրությունը, ձեր մաշկի համար լավ է, վատ է, ձեզ համար այդ թանձրությունը բավարար է, թե ոչ։ Ինչպես տեսնում եք, արդեն բավական թանձր է եւ սա շատ լավ է։ Այս իրավիճակում կարող ենք շատ հարմար քսել։ Հաջորդիվ ավելացնում ենք մեղր։ Եթե դուք ունեք ալերգիա մեղրից, շատ հաճախ մեր հաճախորդները կոմենտներում հարցնում են կարելի է մեղր օգտագործել թե ոչ, եթե ունեք ալերգիա, մի օգտագործեք, եթե չունեք, հանգիստ օգտագործեք, սա շատ լավ բաղադրիչ է, մաշկի համար շատ լավ սնուցում է տալիս։ Քսելուց հետո իրոք զգում եք այդ էֆեկտը, որ մաշկը ինչքան լավ է արթնանում, այնքան լավ թարմը տեսք է ստանում։ Այս դիմակը, քանի որ բավական մեղմ է, կարելի է օգտագործել ցանկացած որևիցե լավ տեղ գնալուց կամ ցանկացած այն պարագայում, երբ կուզենաք շատ թարմ մաշկ ունենալ, հատկապես որ այս բոլոր բաղադրիչները հասանելի են։ Բայց եթե օրինակ մեղր չունեք, պարտադիր չի լցնեք, կարող եք չլցնել, ավելի լավ է չլցնել, քան փոխարինել օրինակ որևիցե մրգից պատրաստած մուրաբաներով։ Պարտադիր չի, այստեղ շիրաներ լինելու արկայությունը կարևոր չի, այստեղ կարևորը որ մեղր լինի, իսկ եթե չկա, ավելի լավ է չլինի։ Եվ հաջորդիվ, որ մաշկին մի փոքրիկ փափկություն տա, կարող եք ավելացնել զեյթունի յուղ, ես այս պարագայում կավելացնեմ ընկույզի յուղ, եթե ունեք ինքներդ էլ կարող եք ընկույզի յուղ ավելացնել, ընկույզի յուղի մեջ մեծ քանակությամբ վիտամին E է պարունակում։ Կարող եք 2 թեյի գդալի չափ ավելացնել, եթե ունեք չոր մաշկ։ Եթե շատ ավելի չոր է ձեր մաշկը, կարող եք այս յուղի քանակը 3-4 թեյի գդալի հասցնել։ Լավ խառնում եք, քանի որ ինքը ընդհանրապես գրգռող հատկություն չունի, միայն սնուցող է եւ շատ լավ թարմացնող, այս դիմակը կարելի է քսել ամեն օր
դիմահարդարվելուց առաջ կամ երբ հոգնած եք, երբ ուզում եք մաշկին թարմացնել։ Քսելու եք, թողնեք 15-20 րոպե, լվացվեք սովորական ջրով։ Եթե ունեք այնպիսի սովորություն, որ պարտադիր դիմակներից հետո մաշկը սնուցող կրեմ եք քսում, կարող եք քսել։ Այս դիմակը այդպեսի մեծ պահանջներ չունի, որովհետև իր մեջ համ թթվասեր կա, համ մեղր կա, որ մաշկը սնուցելու է, եւ նաեւ յուղ կա, որ էլի մաշկը կփափկացնի, բայց եթե կտեսնեք ունի կարիք, կարող եք անպայման օգտագործել։ Եթե ոչ, սա արդեն բավական է։ Հիմա արդեն սա թողնենք կողքի, անցնենք մեր սկրաբի պատրաստմանը։ Հիմա մեր սկրաբն ենք պատրաստում։ Այս սկրաբը բավական ակտիվ սկրաբ է լինելու եւ հենց այս սկրաբը պատրաստում են ավելի շատ մրուրով։ Այսինքն սուրճի տակի մնացած նստվածքով։ Եթե հավաքում եք, կարող եք դրանով պատրաստել։ Եթե ոչ, կարող եք պարզապես ամենասովորական սուրճ վերցնել։ Ես այս պարագայում, քանի որ մրուր չեմ հավաքել, չունեմ, սովորական սուրճ եմ օգտագործում, այսպես ավելի լավ կլինի, որովհետև այստեղ մեջը կոֆեին է պարունակում եւ մենք հիմնական բաղադրիչը դնելու ենք, որ համ մաշկը թարմանա, մեր խնդրահարույց հատվածները այս դեպքում նկատի ունենք կոֆեինի շնորհիվ եւ իր սկրաբային հատկությունը։ Սուրճը վերցնում ենք 2 ճաշի գթալի չափ։ Քանի որ մարմնի համար ենք օգտագործում, մեզ այս պարագայում շատ կարևոր է, որ ինքը մի քիչ շատ լինի։ Ես այս չափաբաժինները այսքանով եմ անում, բայց եթե օրինակ ձեզ մարմնի համար, որովհետև այս սկրաբը լավ կլինի, որ դուք 10-12 օր իրար հետևից անեք, որովհետև այս պարագայում 1-2 սանտիմետրով ձեր այդ խնդրահարույց հատվածները պակասելու են, այդպես պարտաճանաչ կատարելու պարագայում։ Դրա համար կարող եք 2-3 օրվա համար պատրաստել, օգտագործել, նորից պատրաստել, որովհետև ինքը թարմ սկրաբ է, բայց կարող եք չափաբաժինները այսպես պահել։ Սա մի քիչ ավելի ուշ պիտի գցեմ, հաջորդիվ տեսեք 2 ճաշի գթալ ավելացնում եմ սուրճ, մի ճաշի գթալ ես ավելացնում եմ դարչին։ Եթե դուք շատ յուղոտ մաշկ ունեք, կարող եք դարչինն էլ սուրճի չափ ավելացնել, իսկ եթե դուք զգայուն մաշկ ունեք կամ սպիտական մաշկ եք, ձեզ համար շատ ավելի լավ կլինի, որ դուք դարչինը մի ճաշի գթալ լցնեք, որովհետև դարչինը հավելյալ այդպես մաշկը գրգռող, արյան շրջանառությունն ավելացնող հատկություն ունի, եւ թե հաշվի առնենք, որ մենք այստեղ նաեւ ավելացնելու ենք չիլի պղպեղ, այդ հատկություններն ավելի են մեծանալու, դրա համար տեսեք, ձեզ ինչպես հարմար է, առաջնորդվելու եք ոչ թե ավելի շատ հարմարությամբ, այլ ձեր մաշկի հնարավորություններով։ Եթե զգայուն եք, դարչինն եք քիչ ավելացնում, չի լինել, թե նորմալ մաշկ ունեք եւ այդպես սովորական ցորենամորթ եք, ալերգիկ հակումներ չունեք, այս նույն չափաբաժիններով կարող եք օգտագործել։ Եթե ավելի դեպի յուղոտ մաշկ ունեք, ճիշտ հակառակ այս չափաբաժինները դուք կարող եք ավելացնել։ Օրինակ 2 եմ լցրել, դուք կարող եք 2-ի փոխարեն օրինակ 3 ավելացնել, չի լինել, ավելի ինքը ինչքան կծու լինի, ինչքան տաքացնող, այդքան ավելի մաշկի այդ ճարպային հատվածը ավելի շուտ կայրի, բայց անպայման զգուշ պիտի լինեք, որ հիմա այլ մաշկի այրվածք չստանաք։ Այս դիմակը շատ ուժեղ տաքացնող է լինելու, ավելի ճիշտ այս սկրաբը, այնպես որ դա իր համար բավական նորմալ է եւ հենց դա է աշխատում։ Մեր այս սկրաբը արդեն տասնյակ տարվա հաստատ փորձարկում է անցել, շատ լավ է աշխատում։ Մեր շատ հետևորդներ օգտագործել են նաեւ շատ հաճախորդներ։ Ես սա ի դեպ հիմա պատրաստում եմ մեր հաճախորդներից մեկի խնդրանքով, որ ուզում է գնել է եւ ցանկանում է ինքն էլ ինքնուրույն կարողանա պատրաստել։ Սա ամենակծու պղպեղն է, սրա մասով էլ ասեմ, եթե դուք օրինակ չունեք սովորական չիլի պղպեղ, պարտադիր չի կենտրոնանաք այդ փաստի վրա, որ չէ անպայման հարկավոր է գնաք գտնեք չիլի պղպեղ։ Դուք կարող եք վերցնել սովորական ամենակծու պղպեղը, որը վաճառում են սովորական խանութներում, եւ դա ձեզ համար լրիվ բավարար կլինի։ Եվ այս խառնուրդը ավելացնում եք վրան եռմանջուր այնքան, մինչև այդ թանձրությունը ձեր մաշկի համար դառնա հարմար, որովհետև դուք սրանով սկրաբ եք անելու ձեր մարմինը։ Սա կարելի ամբողջ մարմնի համար օգտագործել, բայց անպայման զգուշանալ ինտիմ հատվածներից, որովհետև շատ կծու է, դե էլ չասեմ լավ կպատկերացնեք, թե հետո ինչ կլինի, եթե այդ հատվածներում ուշադիր չլինեք։ Ազդրերին քսում եք, այդպես 5-10 րոպեվա ընթացքում լավ մերսում եք, հետո լվացվում եք գոլ ջրով կամ թեթև այդպես լվացվում եք, սովորական դուրս եք գալիս։
Եթե շատ տաք ջրով լվացվեք, քանի որ ինքն էլ բավական տաք է, այդպես մաշկը այրվածքի զգացողություն է տալու, բայց ինքը ընդհանրապես վտանգավոր չի։ Դա ձեր արյան շրջանառությունն է։ Քանի որ մեջը բոլոր բաղադրիչները չոր էին, սուրճն էլ, դարչինն էլ բավական ուռելու են, նաև չիլին, այսպիսի թանձրությունը լրիվ բավական է։ Ինքը օրինակ մի 5-10 րոպե հետո շատ ավելի թանձր է լինելու, այնպես որ սա շատ նորմալ է։ Եվ կարող են այս կազմվածքով պատրաստածը, օրինակ սառնանում 2-3 օր պահել, օգտագործել։ Եթե ժամանակ եք ունենալու, լավ կլինի եւ առավոտյան, եւ երեկոյան անեք։ Իսկ եթե ոչ, գոնե օրը մի անգամ, շատ կարևոր է այդպեսի շատ լավ արդյունքի համար։ Սա նիհարեցնելու պարագայում նկատի ունեմ։ Բայց եթե դուք ուզում եք պարզապես մի անգամ այդպես սագամաշկ է, մաշկը մի քիչ ավելի հարթեցնելու, մաշկը ավելի պայծառ դարձնելու կամ տոնուսը բարձրացնելու, այդպես ամեն լոգանքի ժամանակ կարող եք ընդունել եւ օգտագործել եւ այն չդարձնել պարտադիր ամենօրյա օգտագործման։ Իսկ երբ որ այդ ցելյուլիտի վրա եք աշխատելու, դա 10-12 օրն է, որը ձեզ համար շատ կարևոր է։ Այս հավաքածուի վրա պարտադիր ավելացնում եմ նաև յուղ, որովհետև երբ որ մենք մաշկին այս կծու եւ ուժեղ տաքացնող զանգվածը քսենք եւ իր մեջ բոլոր հատիկները մի փոքր խոշոր են, որովհետև սուրճն էլ, դարչինն էլ մի փոքր խոշոր է, մաշկը լավ սկրաբ է անելու, որպեսզի մաշկը չվնասենք։ Դուք այս խառնուրդը անպայման ուզում եմ հիշեցնել, որ չեք կարող քսել դեմքին, որովհետև դեմքի մաշկի տակ այդքան շատ ճարպ չի լինում եւ դուք չեք կարող դեմքի մաշկին այսպիսի ուժեղ տաքացնել, այսպես մերսել, այդ դեպքում մաշկը դեմքի կվնասեք։ Սա ավելի շատ կոնքերի, ազդրերի հետույքի համար է նախատեսված, որովհետև այդ մասի ճարպը մի քիչ ավելի շատ է, մաշկը ավելի կոշտ է, այնպես որ այդ հատվածներում չեք վնասի, դեմքի համար կվնասեք, իսկ դեմքի համար արդեն այս անվնաս շատ օգտակար դիմակն եք օգտագործելու։ Սրա հետ կապված ինչ կար ասեցի, բայց եթե ձեր մոտ դեռ հարցեր կառաջանան, որը ոնց օգտագործել, ինչ անել, չնայած ոչինչ չեմ թողել, նորից եմ կրկնում, ամեն ինչ ասել եմ, բայց եթե հարցեր կառաջանան, գրեք, սիրով նորից կպատասխանեմ։ Կարող ենք ստեղ 2 ճաշի գդալ ավելացնել, որ մեջը յուղը եթե մի քիչ շատ լինի, այսպես մարմնի վրա շատ ավելի լավ է անցնելու, այս մերսման պահը շատ ավելի հաճելի է լինելու։ Կարող եք թևերի, արմունկների, կրունկների, ոտքերի, մի խոսքով որտեղ որ ուզում եք մեռած մաշկը հանեք, արյան շրջանառությունը մի քիչ լավացնեք, հաստատ սա շատ լավ դիմակ է։ Բայց եթե կուզենաք ինչ-որ առումով դեմքի համար էլ այսպիսի մի բան պատրաստել, պարզապես մեջը չիլին եւ դարչինը մի ավելացրեք։ Մեր դիմակը այսպիսի տեսք ունի։ Ես հիմա ցույց տամ, օգտվեմ մեր օպերատորի ձեռքերից եւ ցույց տամ ոնց է ինքը աշխատելու։ Տեսնում եք, ինքը այդպես չի լուծվում, այդպես շատ չի տարածվում եւ չի ծորում եւ բավականին հեշտ է օգտագործելը։ Այսպես մերսելու եք մի 5-10 րոպե եւ վերջ, այսքանը բավական է։ Թողնեք եւ լվացվեք, վերջ, սա է ամբողջը։ Ձեր հետ էի ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։